Անարի ոչինչ չկա Ժորժը։ Այսօր հիմնական ես ձեզ ասում եմ, որ մենք պետք է մեր եղբայր պետությունները չտշնամանանք։ Բարեկամական հարաբերությունը պետք է պահենք, պետք է բանակցենք, պետք է մի քանի ընտրություն ունենանք։ Եթե չէ դու հիմա այսօր Ռուսաստանը տշնամանում ես, ես միշտ ասել եմ, էնորն եմ հայտարարել։ Արդեն լիարժեք դու փակուղի ես մտնում, որ ժողովուրդը արդեն չի կարողանալու ոչ բանկի վարկը փակի, ոչ իր աշխատողի, ասենք աշխատավարձը տա։ Հիմա այսօր այդ վիճակն է, Ժորժը, ճանապարհները փակա, Ռուսաստանն ասում հայ ժողովրդին բարեկամներն են, բայց այդ ղեկավարությունը թող կողմորոշվի։ Եթե մեր այդ թշնամի է, ուզում է թշնամիներ համագործակցել, իրա ցավը տանեմ, թող ժողովուրդը իմանան, որ մենք իրենց բարեկամն ենք, մենք չենք ուզում քայլ կատարենք, բայց իրենք ուզում են մեր թշնամիների հետ եղբայրություն անեն։ Հիմնական հարցը դրած է։ Այսօր մարդիկ եթե չեն կարողանում իրենց ապրանքը տանեն, վարկերի տակ են, աշխատավարձ պետք է տա։ Գոնե այսօր մեր ղեկավարությունը պետք է բանկերին ասի, որ այդ մարդիկ վարկի տակ են, կամ այդ վարկի տոկոսները սառացրեք, կամ պետությունը պետք է փակի, մինչև ճանապարհ գտնի։ Ոչ մի ճանապարհ չեն կարող գտնել։ Այսօր Եվրոպան, ասենք թե ինչ, Վրաստանը քանի տարի Եվրոպայի անդամ էր, որը լիարժեք չկարողացավ մի շիշ գինի վաճառի, նորից եկավ էլի իր տեղը, այդ ժամանակ էլ լողեր կորցրեցին, մենք պետք է այսօր ոչ թե ես անգին արած բաներ եմ ասում, Ժորժան, իրականությունը, դուք ինձ լավ գիտեք, դուք էլ եք հետևում։ Մենք պետք է կարողանանք լիարժեք ունենալ երաշխավորած խաղաղություն, առաջնային է։ Այսօր ասում են խաղաղություն են բերել։ Ժորժան, խաղաղություն են բերել, թող ցույց տան այդ մեծ խոսացողները։ Թուղթը, որը Ալիևի հետ ասենք ստորագրել են երաշխավորած խաղաղություն, տեսնենք, որ երաշխավորած խաղաղությունը, ուրեմն մենք լիարժեք ասենք ճիշտ, ոչ մի երաշխավորած խաղաղություն չկա։ Ամբողջ ադրբեջանցիները սպարծունքների վրա գեղարքունիքով, սյունիկով նստած, ֆունդամենտները բետոնից դրած, նրանք մեծ սպասելիքներով, որ ասեն թե իրենք սպասում են իրենց արևմտյան Ադրբեջանի վերականգնման, վերակառուցման հարցերի շուրջ։ Հիմնական պահանջներ են ներկայացնում, Ժորժան, մենք պետք է ունենանք երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, դրա համար մեր կարգախոսը երաշխավորած խաղաղություն, Բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։